Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, այսօր մենք շարունակում ենք Թարմձայն հաղորդաշարը, մեր այսօրվա հյուրն է BBR-ի պատգամավորի տեխնացու եւ նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Սյուզան Բոշյանը։ Ողջույն Սյուզան ջան։ Ողջույն Մոշակ ջան։ Ինչպե՞ս եք։ Մարտական։ Ինչպես հայտնի է, արդեն քարոզչությունը մտել է բուն փուլի նախընտրական փուլի մեջ, սկսվել է քարոզարշավը, մենք հետ չենք մնում այդ process-ից։ Ինչպես կարող եք բնութագրել այս վերջին օրերը։ Անսպասելի շատ բուրըն եւ լուսաբանման տեսանկյունից եւ թե կազմակերպչական աշխատանքների տեսանկյունից, որովհետեւ մենք համատած մյուս քաղաքական ուժերի ավելի ուշ որոշեցինք, որ մասնակցելու ենք ընտրություններին, ուրեմն մեր աշխատանքները մի փոքր ավելի ուշացան ու մոբիլիզացնել այդ ռեսուրսները, աշխատանքները կազմակերպվել, դա ենթադրում է ծավալուն աշխատանքներ ու օրնի բուն կարելի է ասել աշխատանք, որ պետք է ընդգծեմ մեր բոլոր աջակիցները անձնուրաց նվիրումով ընկալելով այն նպատակը, վեհ նպատակը հանուն որի մեր քաղաքական ուժը որոշեց մասնակցել ընտրություններին, մաքսիմում տրվում են աշխատանքին, մաքսիմում իրենց հնարավորությունների չափով անում են։ Եվ այսինքն ստացվում է, քանի որ որոշումը ուշ էր կայացվել, մենք ստիպված ենք ժամանակի հետ կռիվ անենք, որպեսզի մնացած ուժերին փորձենք հասնել։ Կռիվ անել ձևակերպման հետ համաձայն չեմ, ավելի շուտ մի փոքր արագացնել տեմպը։ Լավ։ Ինչ ծրագրով է BBR-ը մասնակցում այս ընտրություններին։ Հիմնական վեկտորները դրանք արտաքին քաղաքականությունն են, երկրի պաշտպանության հարցերը եւ սոցիալ-տնտեսական որ այս ընտրություններում հիմնական տարաձայնությունները, հիմնական մեխը ուժերի միջև տարբերությունը լինելու է միջազգային հարաբերությունները։ Այո, դեռևս երկրի պետական ռազմավարական ուղղվածությունը արտաքին քաղաքականություն զարգացնելու տեսանկյունից պետք է զարգացնել վստահելի գործընկերների փնտրման նպատակով, որպեսզի մեր երկիրը ավելի ամուր եւ ավելի ապահով լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերի կենսագործունեություն ապահովելու համար սեփական հողում։ Ինչով ենք մենք տարբերվում այլ ուժերից։ Առաջին հերթին նրանով, որ մեր գաղափարախոսությունը հիմնված է ազգային արժեքների վրա, եւ համոզված եմ մեր հետևորդները տեսել են, որ քարոզարշավը մենք սկսեցինք մայրաթորից, հետո եկանք ազգային ժողովի դիմաց ելույթ ունեցանք ու շարունակեցինք մատենադարան։ Միտքն էր, որ ցույց տանք, որ մենք հոգևոր կենտրոնից շարժվում ենք աշխարհիկ քաղաքական կենտրոն, այդտեղից գալով արդեն ետ դեպի մեր պատմամշակութային ժառանգությունների կենտրոն, հա, մատենադարանը։ Տեսեք, օրինակ այդ ազգային բառը շատ մոդայիկ է, այսպես ասած։ Իշնորհիվ ազգային ժողովրդավարական BBR-ի։ Եվ շատերն են իրենց որպես ազգային ներկայացնում։ Ինչով ենք մենք այդ ազգայիններից տարբերվում։ Որով բացահայտ է, որ մենք այդ բառը չենք շահարկում զուտ ընտրություններին մասնակցելու համար, հա, տարիներ շարունակ մեր գործունեությունը միտված է հենց ազգային շահերի պաշտպանությանը, օրինակ, երբ որ Արցախի հարցն առաջացավ 23 թվականին, մենք այն բացառիկ ուժն էինք, որ առաջինը բարձրաձայնեցին այս խնդրի սուր լինելու հանգամանքը, սկսեցինք մեր միտինգներով, երթերով, հետո արդեն մնացածը սկսեցին, այսպես ասած, այդ գաղափարը վերցնելու էլի դաշտ դուրս գալ, բայց ազգային ասվածը մենակ միտինգները չի, այն արժեքային համակարգը, որը որ միտված է մեր պատմամշակութային ժառանգությունը, հա, մեր սուվերենությունը պահելու քաղաքական դաշտում, մշակութային դաշտում, արտաքին քաղաքականության դաշտում։ Իսկ մնացած այն որ դաշտում կան նույնպես ազգային իրենց հռչակած ուժեր, դա հատուկ է արվել, որ խանգարեն մեր գործընթացին, ըստ ձեզ։
Ես կարծում եմ, որ ուղղակի մեր նախաձեռնությամբ ազգային բառը սկսվեց շրջանառության մեջ պատտվել ավելի ակտիվ եւ սա այն բառն է, այն ձևակերպումն է, որ մարդկանց հոգիներին հասնում է, մարդկանց ականջին կպնում է։ Դա վերցրեցին ու սկսեցին շահարկել սեփական PR-ի, սեփական լսարանը ավելի մեծացնելու նպատակով, որքանով է դա մեզ վնասելու միտումով արված, չեմ կարող ասել, իհարկե մրցակցությունը ավելանում է, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում մեր լսարանը հենց այն գիտակից ազգաբնակչության մասն է, որը որ հասկանում է մեր պետական խնդիրները, որի առաջ կանգնած ենք ու թե բևեռը այստեղ ինչ դեր ունի եւ ինչ է անում եւ ասելով ազգային մենք ի նկատի չունենք այլ երկրների շահը, մենք ի նկատի ունենք Հայաստանի շահը։ Իսկ այն որ բևեռի նախընտրական ցուցակի տասնյակի մեջ չկան բևեռի խորհրդի անդամները, դա չի խանգարում, որպեսզի մեր քաղաքացիները դժվար ճանաչեն, թե որ ուժի մասին է խոսքը, նույն այս քանի օրվա քարոզարշավը ինչ է ցույց տալիս, փողոցում ոնց են մեր աջակիցներին ընկալում։ Այս հարցը ունի երկու կողմ։ Չի կարող ասել, որ միանշանակ մարդիկ չեն ճանաչում եւ չեմ կարող ասել, որ միանշանակ հեշտ ճանաչում են։ Բևեռի անունը շատերին արդեն 21 թվականից 23 թվականից մեր ակտիվ գործունեության արդյունքում հատկապես շատ ճանաչելի է դարել։ Բայց այս սերնդափոխությունը, որովհետև հիմնականում մեդիայով հանդես են գալիս հենց խորհրդի անդամները, իր խնդիրներն ունի։ Այն իմաստով, որ մարդիկ չեն ճանաչում, բայց մյուս տեսանկյունից նոր սերնդի ներկայացուցիչներ բևեռի, քաղաքական դաշտում կադրեր պատրաստելու հարց կա ու վաղ թե ուշ սա պետք է լիներ։ Օրինակ Գևորգ Սաֆարյանը շատ ճանաչված դեմք է, ինքը արդեն 10 տարուց ավել տարբեր շարժումների ակտիվ մասնակից է։ Արմինե Սախոյանին Չարենցավանում հայտնի դեպքից սկսած ու Կարմիր գլխարկով Արմինե Սախոյանի քարոզարշավին մասնակցելը պատահական չէ, հա։ Հենց այդ գլխարկով ինքը դարավ ճանաչելի, բոլորն ասում էին Կարմիր գլխարկով կինը, դրա համար հենց քարոզարշավը Կարմիր գլխարկով է անցկացվում։ Գևորգ Սաֆարյանը երևի հանրայնորեն ավելի քիչ ճանաչված Կարապետյանն Գևորգ Կարապետյանը ավելի քիչ ճանաչված մասնակիցն է, բայց մարդը ունի շատ լուրջ պատրաստվածություն եւ պետք է նրան ճանաչելի ու հասանելի դարձնել հանրությանը, նրա կերպարը։ Լավ, իսկ անվտանգության ոլորտում ինչ առաջարկ ունի այս նախընտրական շրջանում բևեռը իր ծրագրային դրույթներից։ Մենք այսօր մեր աշխարհաքաղաքական դիրքով այնպիսի իրավիճակում ենք, որ մեր հարևանները խոսում են զինվում են մինչև ատամները, հա, եւ մենք ունենք տարածքային վեճեր նրանց հետ։ Ու գործող իշխանությունների խոսույթը խաղաղություն, ինչը ինքնանպատակ չի կարող լինել, եթե քո երկիրը ինքնիշխան չէ եւ չունի ռազմաքաղաքական հավասարակշռություն ի համեմատ մյուս հարևանների։ Եթե դու դա չունես, դառնում է ինչ-որ պացիֆիստական գաղափար է համերաշխության միտքը։ Երբ որ դու ունես ռազմաքաղաքական հավասարակշռություն, այդ դեպքում հետևանք է դառնում համերաշխությունը։ Եվ ոնց հասկանում ենք, արդեն մի քանի օր ինչ իշխող ուժը փողոցներում է, այդքան էլ իրենց չեն ընկալում որպես խաղաղության ուժ, խաղաղություն բերող ուժ, արդեն իրենք իրենց գործունեությամբ ապացուցեցին, որ խոսքն ու գործը տարբեր է իրենց դեպքում։ Որովհետև երբ որ դու մարդկանց
թմրեցնում ես, հա, քո խոստումներով, քո սիրուն ձևակերպումներով, բայց միևնույն ժամանակ մարդիկ տեսնում են Արցախի կորուստ կամ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների կորուստ, դիրքերի զիջում անհիմն, այդ ամբողջը բերում է հիասթափության։ Ու անգամ խուլ գյուղերում ապրող հերու քաղաքականությունից մարդիկ, որոնք որ հավատում էին, հա, այդ գեղեցիկ խոստումներին, իշխող քաղաքական ուժի համադրելով ուղղակի իրականությունը սկսել են հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Էլ չասեմ պետական ռեսուրսների նպատակ ծախսումը։ Սիրուն շոուն այն դեպքում, երբ որ դու սահմանների պաշտպանության հարց ունես, մի տեսակ չկազմակերպվածության մասին է։ Բայց նույն թոշակների բարձրացումը չի վկայում, որ նույն անապահով խավը դրվելու է այդ ընտրակաշարքին եւ ստիպված ընտրելու է այդ ուժին։ Հա, ցավոք մեծ մասը մեր թոշակառուների ուրախացան այդ հնարավորությունից սեփական առողջության մասին հոգ տանելու, բայց շատերը նաև հասկանում են, որ սա լեգիտիմ ընտրակաշարքի տարբերակ է ու պայմանավորված ազուտ նախընտրական փուլով, որովհետև եթե մենք նայում ենք առողջապահության համակարգում ինչ է կատարվում, այդ անիմաստ թանկացումները, նույն տարակերությունը, հա, աշխատանքի մեջ բժիշկը ավելի շատ զբաղված է ինչ որ թղթեր լրացմամբ, քան թե հիվանդի բուժելու process-ում, էլ չեմ խոսում չգիտեմ, այդ անհավասար աշխատավարձերի բաշխման մասին, բերում է ուղղակի անգամ այդ համակարգում, պետական համակարգում աշխատող մարդկանց հիասթափության, որոնք որ ենթադրենք մտածում էին, որ վայ դե ես չխառնվեմ, իմ գործն ունեմ, իմ աշխատավարձն ունեմ, բայց այս ուժերը երևի չկա մեր երկրում մի ոլորտ, որը որ հիմնովին քարուքանդ չի արվում։ Այսինքն մենք ունենք առավելություններ համեմատ մյուս ուժերի, ովքեր ունեցել են իշխանությունը եւ որոնք հիմա ունեն իշխանությունը, նրանով որ մեր ժողովուրդը տեսել թե ինչ արդյունք են բերել իրենց տարիների կառավարումը։ Բայց մյուս կողմից էլ մենք այդ կառավարման փորձն էլ չունենք։ Համաձայն եմ, բայց միևնույն ժամանակ առանձին ատնատներ եղել են որոշ պաշտոնյաներ։ Իհարկե հասկանում եմ ինչի մասին է խոսքը, բայց մյուս տեսանկյունից եկեք նայենք Նիկոլնին ու իր վարչակազմին, արդյոք նրանք ունեին կառավարման փորձ։ Այդ դիլետանտների ու ազգադավ գաղափարախոսությամբ մինչև իրենց ամեն մի վերջի բջիջը ներարկված այդ ազգադավ գաղափարախոսությամբ մարդիկ են, որոնք որ ոչ թե լավ եկել եք իշխանության, հա, ոչ թե լծվեն այդ աշխատանքին պետականաշինության, այլ լծված են պետականաքանդման։ Այս իմաստով ես իհարկե հասկանում եմ փորձի կարևորությունը, բայց մյուս տեսանկյունից երևի ավելի կարևոր է մարդու ուղղվածությունը, մարդու գիտակցումը պետության ու պետություն ունենալու։ Փորձը ձեռք բերովի բան է։ Այ հայրենասիրությունն ու հայրենանվիրությունը այսօր ցավոք սրտի անգամ ծաղրվում է բլոգերների մակարդակով, իսկ բլոգերները հասկանում են, որ ունենք մեծ դիտարան, շատերը չեն լսում քաղաքական վերլուծական հաղորդաշարներ, բայց նայում են այդ բլոգերներին։ Իսկ եթե բլոգերը ծաղրում է բանակը, օրինակի համար, հա, դա մտնում է հատկապես երիտասարդ սերնդի ենթագիտակցական շերտ ու ձևավորում է դիրքորոշում վարք աշխարհընկալում։ Իսկ ինչ նախընտրական գործիքակազմ ենք մենք պատրաստել, որպեսզի ընդգծենք մեր առավելությունները համեմատած մյուս ուժերին։ Դե օրինակ ոնց մենք դառնանք ավելի հասանելի մեր քաղաքացիներին։ Ազգային ժողովրդավարական բևեռը օգտվում է մեդիաներում անվճար քաղաքական գովաստ ցուցադրելու հնարավորությունից, ինչպես նաև մեր
կուսակցության ներկայացուցիչները առաջի 3-5 դեմքերը ակտիվ հրավիրվում են տարբեր հարցազրույցների դեբատներ էլ կլինեն, հուսով եմ կհրավիրեն, նաև մենք քարոզարշավ ենք անցկացնում թե քաղաքում, Երևան քաղաքում, թե մարզերում, հիմնական դա արվում է օրվա առաջի հատվածում եւ երկրորդ հատվածում արդեն կախված մեր խմբերի ժամերի պայմանավորվածությունից, հա, իրանք արդեն կազմում են աշխատանքային գրաֆիկ։ Ինչպես կգնահատեք արդեն անցած նախընտրական այդ քարոզարշավի օրերի ոնց են արձագանքում մեր քաղաքացիները։ Գիտեք, շատ հետաքրքիր է մարդկանց արձագանքը այն տեսանկյունից, որ ճանաչողները ոգևորվում են ու միանգամից ողջունում են մեր աշխատանքը, մեր գործունեությունը։ Չճանաչողները հիմա մի փոքր տհաճ ձևակերպում եմ անելու, բայց ասում են փող կա մեջը։ Դեռ մնացել Դե է։ փող չկա, դե լավ գնացեք։ Մարդկանց հետ համբերություն ուղղակի պետք բացատրելու համար, որ 30 տարուց ավել փողով գնել են իրենց ձայնը, իրենց ապագան, իրենց երեխաների ապագան։ Ու արդյունքում հասել ենք սրան։ Սա ժամանակն է վերջի վերջով սթափվելու ու գիտակից ընտրություն անելու, ընտրելու ոչ թե մասնավոր անձանց ֆինանսական կարողությունը կամ անձնական կապերը, հա, այլ դիտարկել ծրագիրը, որը որ ներկայանում է քաղաքական ուժը եւ նայել անցած ճանապարհին, որքանով են վստահելի։ Արդյոք այդ քաղաքական ուժը ասպարեզ է եկել ձայներ ուղակի փախցնելու, թե իրապես գործանող ուժ է։ Իսկ մեր քաղաքացիները ընտրություն կատարելով, իրանք ինչով են առաջնորդվում ըստ ձեզ։ Իրանք իրոք կարդում են բոլոր կուսակցությունների ծրագրերը։ Կասկածում եմ։ Բայց ինչով են նրանք առաջնորդվելու ընտրություն կատարելով։ Առաջնորդվում են թայֆայական մտածելակերպով։ Այսինչը մեր հարևանն է, մեր բարեկամի տղեն է, ինքը այսինչ կուսակցությունում է, գնանք նրանց ընտրենք։ Այ ասածս, որ պետքա մենք այդ թայֆայա մտածելակերպից դուրս գանք։ Հենց դրա մասին էր, նման օրինակներից ազատվելու մասին էր ու այսօր մենք ունենք շատ բարդ խնդիր մեր առաջ փոխելու այդ մտայնությունը։ Փողոցում քարոզարշավ անցկացնող մեր ընկերները հենց դրա մասին են խոսում, որ շատ դժվար է անցնում այդ աշխատանքը։ Մարդիկ հիմնականում շահից ելնելով են դիտարկում իրենց ընտրությունը։ Այսինքն տարիներ ի վեր քաղաքական դաշտը այնպեսին է եղել, որ կարևոր չի եղել ինչ են գրում ծրագրերի մեջ։ Մեկը էդի զուտ պարզապես պատրվակա եւ ոչ առաջնահերթությունն է այդ ուժերին, որոնք մասնակցում են ընտրություններին, որ հետագայում այդ իրանց ներկայացած ծրագրերը, ինչպես նույն Նիկոլ Փաշինյանը շատ մեծ ծրագրեր է գրել, բայց Արելալի հակառակը։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի թմրացրեց 18 թվին հանրային միտքը իր ձևակերպումները ու այն ժամանակ մարդիկ նաև հոգնած էին նախկին իշխանություններից, այլ ընտրանք էին փնտրում ու ինքը հայտնվեց իր գեղեցիկ խոստումներով, մարդիկ առանց խորքային դիտարկելու այդ ձևակերպումները հավատացին ու գնացին, բայց 21 թվականին վերընտրել արդեն պարտված իշխանությունը դա մեծագույն սխալ էր։ Ու դրա հետևանքով մենք ունեցանք Տավուշի մարզի գյուղերի կորստներ, հա, կետեր, ռազմական դիրքերի կորստներ ու հիմա Սյունիքն է վտանգված, շատ կենսական անհրաժեշտություն է, որ ազգային ժողովրդավարական բևեռը այս անգամ ընտրություններում անցնի ազգային ժողով ու հակակշիռ դառնա ազգադավ պետականաքանդ գործող ուժերին, թե նախկին թե ներկա, որովհետև ի վերջո ով ենք մենք։ Մենք ոչ ենք ազգովի ամբողջ Հայաստանի Հանրապետության բնակչությամբ էմիգրացվելու։ Միտքն է, որ մենք պահենք մեր հողը, իսկ դա պահվում է միայն, եթե մենք ունենք կպահվի, միայն եթե մենք ունենք ազգային մտածելակերպ, ազգային ուժեր։ Ինչ փոփոխության կբերի, եթե որ երբ որ բևեռը
մտնի ազգային ժողով։ Ինչով է դա կարևոր։ Օրակարգը ազգային Բայց նույնիսկ եթե մենք չունենանք մեծամասնություն, մենք կարողանանք թելադրենք մեր օրակարգ այլ ուժերին։ Այս դեպքում իհարկե մենք կարող ենք մեր խոսույթով հակակշիռ դառնալ ու շատ կարևոր է այդ բալանսը որ պահվի թե չէ ստացվում է միանձնյա որոշումներ են կայացվում այսօր մեր երկրում Պարլամենտում այսօր ներկայացված են գործող իշխանություններն ու նախկին իշխանություններից տարեր բայց մեկը մյուսին հակակշիռ չեն գործում Ընդհակառակը մեկը մյուսին պաստալով գործը առաջ են տանում իսկ մեզ պետք է հակակշիռ լինել Հիմա էլ մեզ հեշտ չի Այսինքն փոքրականակ ներկայացություն ունենալու ազգային ժողովում մենք կարողանալու ենք հակակշռել եւ առաջիներին եւ երկրորդներին Ազգային ժողովից մեր ձայնը ավելի լսելի կլինի ու այն ձևաչափերը որոնք որ ենթադրվում է որ պետքա դիտարկվեն, քվեարկվեն եւ այլն մենք կկարողանանք ստեղծել այդ հակակշիռը մենք կկարողանանք ուղղվածությունը, հա, դեպի ազգայինի տանել Ինչը ասում եմ, կենսական անհրաժեշտություն այսօր մեր երկրի համար։ Լավ, շնորհակալություն Սյուզան ջան։ Արդյունավետ աշխատանք եմ մաղթում եւ բոլորս պետք է լծվենք այս գործին, որպեսզի մեր ուժերը բազմապատկվեն եւ ավելի մեծ ընտրապայքար տանենք, որպեսզի մեր քաղաքացիները ընկալեն մեր նպատակները եւ մեր գաղափարները։ Շնորհակալություն ձեզ հարգելի հայրենակիցներ, հույսով եմ չեք մերժի մեր խնդրանքը լայքեր այս տեսանյութերը, կիսվել նրանցով եւ տարածել ձեր շրջապատի մեջ մեր մտքերը եւ գաղափարները։ Մենք էլ մասնակցում ենք քարոզարշավին եւ շարունակում ենք պայքարը միջնոր հանդիպում